Շարունակում ենք Սարգիս Մնոյանի հետ, Մնոյանների տաղանդավոր ընտանիքը լավ ծանոթ է մեր ունկնդրին, առաջին անգամ չէ, ինչ մեզ մոտ հյուրընկալվում են, դե Վիգենը լուսանկարչության ասպարեզում է իր տաղանդը բանեցնում, Սարգիսը սցենարիստ է և ոչ միայն, նաև բազմաթիվ պրոյեկտների հեղինակ, պրոդյուսեր, դերասան, երգիչ, մի խոսքով շատ տարբեր կերպով կարող ներկայացնել, շատ ուրախ ենք, որ մեզ հետ է Սարգիս, ողջույն։ Շատ շնորհակալ եմ, ողջույն, սթափեցնող և պարտավորեցնող ներկայացրեցիր, Արամ։ Մի թեթև կվիճեի վերջի երկու կետի հետ դերասան և երգիչ, հատկապես դերասանը, ես ինքս դերասան չեմ համարում ինձ և չգիտեմ, նույնիսկ հարցը ինչի, որ ես չգիտեմ, չունեմ նմանատիպ կրթություն, հարցը դրանում չի, որովհետև մենք ունենք հրաշալի դերասաններ, որոնք չունեն ընդհանրապես թատերական կրթություն, ուղղակի ես չգիտեմ, չեմ կարծում, որ ես այնքան բեմական, առավել ևս բեմական, բայց նկարահանման փորձ ունեմ դերասանական, որպեսզի կարողանամ համարել դերասան։ 220 ոտ, Լեգո Մեգո, կային նախագծերը այնտեղ բոլոր տեղերում այնպես չէ։ Վահայջան երգը։ Վահայջան երգը, հա։ Երաժշտական եղել առիթներ, որ ասեմ դրա մասին, ես ուղղակի դա էլ մի experience էր, այսպես ասած, որ ես քանի որ ամբողջ կյանքս ինձ ինչ հիշում եմ, ես երգում եմ, այսպես թե այնպես, ես դա ժամանակին արեցի ավելի շատ նրա համար, որ տարիներ հետո չասեմ, բա ինչի չարեցի, արեցի հետո ստացվեց ինչ-որ չափով լսեցին այդ երգը, հետո եղավ երկրորդը ու այն ամենայնիվ հետո չշարունակեցի։ Մեր բակին վերադառնանք, ժողովրդական սեր վայելող եզակի ֆիլմաշարերից է, մեր բակ 1, 2, 3, որքան գիտեմ 4, բայց առաջին ու երրորդի սցենարի վրա է սա աշխատել։ Չէ, 4-ի վրա երևի ես անհամեզ չեմ ինչի, բայց միակ մարդն է, որ 4-ի սցենարի վրա էլ այսպես թե այնպես աշխատել եմ։ Այո։ Սարգիս, հումորը շատ անհատական բան է համաձայնվի, բայց ընդունի, որ ժողովրդական սեր վայելեցին առաջին երկու մասերը, այնպես չէ երրորդ, չորրորդ մասերը չսիրեցին, բայց անհամեմատ ավելի Այո, դա չասեմ նորմալ է, բայց շատ տարածված երևույթ է, որ ֆրանշիզաների կամ չգիտեմ շարունակական ցանկացած նախագծի առաջի մասը, հատկապես առաջի մասը ավելի սիրված է։ Մենք հիմա փորձենք հիշել, շատ քիչ դեպքեր կհիշենք, որ երկրորդը ենթադրենք ավելի լավ էր ստացվել, քան առաջինը եւ այլն, առավելևս երրորդը թե չորրորդը։ Տեսեք, ես գտնում եմ, որ լավ, սենց ասեմ, սկսեմ նրանց, որ օրինակի համար երբ ինձ հարցնում են որն եմ ավելի սիրում, ինձ համար երկրորդն է ավելի, որպես սցենարիստ, որովհետև մենք երկրորդը ավելի հագեցած էր սցենարային առումով, ավելի հագեցած էր այն տիպի հումորով, որ մեզ համար գերադասելի էր, այդ ժանրի հումորը ես նկատի ունեմ սցենարիստներից համար։ Ինչ վերաբերվում է նրան, թե որն է սիրվել, հիմա որ փորձենք հիշել են թևավոր խոսքերը, որ մնացին, հա, գիտեք, շատ բաներ մեկ էլ հիշում են երրորդից եւ ասում են, բայց առաջինում չէր։ Դա էլ է նորմալ, որովհետեւ առաջինը տպավորություն էր թողել, երրորդի ժամանակ արդեն կային ընդվզումներ, կար ցանկություն նաև պրոդյուսերական խնդիր կար դրված անել մի բան, որ ավելի գեղարվեստական ֆիլմի նման է, այսինքն գեղարվեստական ֆիլմի կլասիկ կատակերգության դրամատուրգիան պահպանելով, ինչը մասամբ իրագործվեց, բայց ինչ-որ բան դրա պատճառով տուժեց, որովհետև եթե առաջինը ընդհանրապես գեղարվեստական ֆիլմ չի ինքը իր տեսակով, ինքը նախատեսված էր որպես այո, հեռուստաֆիլմ, ես ասեմ, դա էլ գաղտնիք չի, շատ ենք խոսել եւ ես եւ իմ գոլեգաները դրա մասին, մենք առաջինը անելուց ոգեշնչվել էինք դրանից 1 տարի առաջ եթեր էր արձակված Ստարի Պեսնյակ Գլավնեմ նախագծով, որը որ
ռուսական առաջի ալիքով գնաց հոյակապ այո երեքն են եւ երեքն է շատ ուժեղ էին շատ տարբեր եւ շատ լավ մենք դրանով ենք ոգեշնչվել ուզում ենք դրա հայկական տարբերակը անել որը ոչ թե ինչպես մեր ադե գողացան միտք արեցին չէ ինքը մի միտք կա որը որ բազմաթիվ այլ օրինակներ էլ ունի ստարի պես նագլավնում են առաջինը չէր այսինքն անել մի բան որը որ հագեցած կլինի ինչ որ տեսարաններով հումորային սկեչային տեսարաններով որոնք կընդհատվեն երաշտական համարներով նույնը մենք էինք ուզում անել ուղղակի ինչ պատճառներով դա ընթացքում վերաձևակերպվեց վերափոխվեց ստացավ արդեն սցենարային տեսքով մի փոքր այլ տեսք բայց շատ քիչ որովհետև այնուամենայնիվ ինքը լինելու էր հումորային երաշտական ֆիլմ հա տենց հեռուստատեսային եւ այդպես էլ պետքա լիներ ուղղակի դու նաեւ դերասանական կազմում լուրջ փոփոխություններ ան շատ կարճ ժամանակում եւ նաեւ այդ պատճառ դրանով թելադրված նաեւ սցենարային փոփոխություններ ան արդեն նկարանման հրապարակում նաեւ շատ բաներ փոխում որովհետեւ ոչ մեկս ոչ մի փորձ չունեինք ոչ սցենարիստները ոչ պրոդյուսերները ոչ դերասանները նման փորձ ունեին նման պրոյեկտը նկարանվելու միակ մարդով ուներ չէ միակ մարդով ուներ մասնագիտական կրթություն դա Միքայել Դովլացյանն էր ռեժիսորը որ կրթություն ստացած ռեժիսորական կրթություն ունեցող անձնավորություն է եւ մենակ նա գիտեր ինչ էր անում մնացածս էքսպերիմենտների մեջ էին գտնվում բնականաբար մի կան էլ էր այդ էքսպերիմենտներին տրվում եւ ստացվեց այն ինչ որ ստացվեց երկրորդը որոշեցինք դուրս գալ բակից եւ անել բացի բակից, այսինքն բակը լիներ էլի այդ հիմնասյունը, հա, տեղը որտեղից որ շարժվում ենք, բայց դուս եկանք բակից, ինչ որ այլ տեսարաններ կային, այլ գործողություններ, բայց ինքը էլի տրադիցիոն դասական ֆիլմ չէր։ Երրորդը արդեն այդպեսին էր, իսկ չորրորդը արդեն ամբողջովին դասական կատակերգության որի մեջ կային նաև արկածային էլեմենտներ եւ հետո այսպես ասեմ, եթե մասամբ պայմանավորված հաջողությունը նրանով, որ դու անում ես մի բան ինչ դու ամբողջովին ուզում ես անել ես ոնց պատկերացնում ես եւ չունես ոչ մի տիպի սահմաններ, բացի չգիտեմ, ենթադրենք եթերային բանով, հա, քրոնոմետրաժով կամ որոշակի եթերային պահանջներից, բացի ուրիշ ոչ մի սահմանափակումներ չունես եւ դու աշխատում ես եւ չգիտես էլ այդ սահմանափակումների մասին, ինքը շատ անգամ դրական դեր է կատարում։ Իսկ երրորդն ու չորրորդը արդեն կային խնդիրներ, արդեն կային պրոդյուսերական խնդիրներ դրված եւ այլն։ Արդեն կոմերցիոն պրոյեկտներ էին, այսպես ասեմ։ Որոշակի ակնկալիքներ կային, չէ՞, ժամանակով դրված։ Այո, բայց եւ երրորդը եւ չորրորդը իրանց նպատակը կատարել են, այսինքն որպես կոմերցիոն պրոդուկտ աշխատել են, եթե երրորդի ժամանակ դեռ չկար կինո պրակատ չէ, կինոպրակատ, այսինքն ինքը կինոյում չի ցուցադրվել, չորրորդը ցուցադրվել է եւ լավ ցուցանիշներ անեցել։ Լավ կասը հավաք։ Այո։ Խոսենք հասկանալի է, որ հումորը մեր կյանքի նման տեղում չի կանգնում, նա էլ է տրանսֆորմացվում ըստ կյանքի պահանջների եւ այդ մեր բակի 4 դրվագները կարելի է հենց դիտարկել ժամանակատում, եթե չեմ սխալվում 25 տարի է ընդգրկում, դա հսկայական ժամանակ է, հումորը 25 տարի առաջ, ընթացքում եւ հիմա, ինչն է այնինչ ծիծաղացրել է 25 տարի առաջ, արդյոք այսօրը ակտուալ է եւ մարդկանց հետաքրքիր է, ընդհանրապես հումորը ճգնաժամ ունենում է թե ոչ։ Ունենում է, իհարկե։ Հիմա ինչ ժամանակ ենք ապրում։ Ձեր հարցի մեջ կար նաև մասամբ բանալի բառը, հա, ակտուալ։ Հումորը ինքը իհարկե կարող է լինել ակտուալ, կարող է լինել կոնյուկտուրային, այսինքն ընդհանրապես այս պահի հետ կապված։ Իսկ կա ժողովրդական հումոր։ Կա, իհարկե կա ժողովրդական հումոր։ Եվ դա մշտական է, չէ՞, բոլոր ժամանակներում։ Այո, դա բայց երկկողմանի է, շատ անգամ լինում է, որ ժողովրդից ինչ որ գալիս է դեպի, չգիտեմ, ստանում է, տաշվում է, ոնց որ, հա, ալմաստը բան կարվի, կտաշվի, կդառնա ադամանտ, ճիշտ ասած, չէ, ալմաստն դառնում ադամանտ, հա, կարծեմ։ Ալմաստը դառնում ադամանտ, մշակումից հետո, այո, կմշակվի կդառնա, շատ անգամ այդպես էլ լինում է, ինչպես նաև երաժշտության մեջ, հա, ասենք մասնագետները տաշում են, մշակում են, սարքում են ադամանտ, ժողովրդական ալմաստը, այդպես էլ հումորում էլ է լինում այդ, բայց նաև հակառակն է լինում։ Երբ որ մի բան ծնվում է մեկի կողմից եւ դառնում է, ենթադրենք անեկդոտ, որ այսօր ես համարում եմ գրեթե մեռած ժանր, որովհետեւ չի ծնվում նրա,
ինչի լավ դրա մաս դա առանձին խոսակցին Հա, այս հետաքրքիր է, բայց ինձ հետաքրքիր է, ինչու չկան։ ինչու չկա, լավ, եթե մտքից մի թռնեմ, ասեմ այսպես, ինչու չկա, իմ կարծիքով եւ իմ շատ գոլեգաների կարծիքով, շատ պարզ պատճառով, որ հիմա ուղղակի ակտուալ հումորը, որը որ անեկդոտները շատ անգամ իրանք ակտուալ հումոր են, ու կան անեկդոտ կա, որ բանը հին Հունաստանում է ծնվել։ Ես լուրջ բուրջ հիմա ուղղակի չեմ մտաբերի, որի մասին է խոսքը, բայց ինքը հին Հունաստանից եկող որպես իմաստություններ։ Այո, երևի որպես իմաստություն ա եղել, ուղղակի որը ունեցել է մի քիչ հումորային ֆորմա։ Եվ ինքը ժամանակ, հա, ինքը ենթադրենք այն ժամանակ, չգիտեմ, ինչ որ արքայի մասին ա եղել, հետո դարել է ինչ որ մի թագավորի մասին, բանը միջին միջնադարում եվրոպական, հետո պայմանական Բրեժնևի մասին, հիմա օրինակ չգիտեմ, Պուտինի մասին օրինակի համար, հա, ինքը տես տրանսֆորմացիաներ ա ապրում ուղղակի ժամանակին համանջ դառնալու համար։ Հիմա քանի որ ինֆորմացիոն հոսքը այնքան է մեծացել բոլոր իմաստներով եւ նաեւ իհարկե հումորի, ուղղակի անեկդոտները շատ անգամ ժամանակավրեպ են դառնում, այսինքն ուշանում են։ Եվ այնքան հումոր կա, ընդհանրենք Facebook-ում, չգիտեմ, այլ սոցիալական ցանցերում եւ գրառումների տեսքով եւ տեսանյութերի տեսքով եւ մեմերի տեսքով, որ դրանք փոխարինում են առավելևս մեմերը, փոխարինում են անեկդոտները շատ անգամ, այսինքն դրանք ավելի արագ են արձագանքում, արագ են արդիականացնում այն թեման, որը որ հումորի ենթակա է, եւ այդ պատճառով էլ չկարծում շատ անգամ փոխանում են անեկդոտ որպես Բայց ժանր։ այստեղ մի հատ նրբություն կա, եկեք դա էլ ընդունենք։ Ուրեմն նախկինում լավ անեկդոտ պատմող հասկացողություն կար։ Իհարկե։ Հիմա շեյր են անում։ Մեկը մյուսին ուղարկում է, վերջ։ Այդ Իհարկե։ պատմելու կուլտուրա չկա, այսինքն չկա լավ Արամ ընկեր։ ջան, տեսեք, հա, քիչ է ավելի, բայց շատ պատմողներն էլ միշտ քիչ են եղել։ Լավ պատմողներ են եղություն, լավ պատմողները միշտ շատ քիչ են եղել, եւ հիմա էլ այդ պատմողները կան, նույնիսկ շատերը կան, որ ունեն TikTok-ում, Instagram-ում այդ գիծը, այսինքն իրանք անեկդոտ են պատմում, իրանց տեսագրում են եւ այդ են շեյրում։ Եվ հետո եթե դա լավ է ասում, բնականաբար, ասինքն մենք էլ արդեն ունկնդիրներս մեկս մյուսին ուղարկում ենք ստացված մի բան, որը որ էլի այսպես թե այնպես պատմած է եղել, ուղղակի տեսախցիկի արժեվ է դա տեղի ունեցել։ Բայց ժամանակի մեջ, եթե օրինակ մենք բոլորս համենայն դեպս մեր սերունդը խորհրդային միության հումորի վրա նաև դաստիարակված սերունդ է, օրինակ համեմատելու չէ Ռայկինի արած հումորը, եւ ենթադրենք հիմա երբ դիտում ենք կամ լսում ենք Պետրովի օրինակ։ Այո, եւ ասենք Comedy Club-ի հումորը։ Եթե շատ ավելի པարզ կամ པարզունակ արտահայտվելու լինենք, ապա Comedy Club-ի հումորը գոտկատեղից ներքև հումոր է եւ մարդկանց դա դուր է գալիս։ Ինչ է կատարվում հումորի հետ։ Ինչու է տրանսֆորմացվում եւ իջնում։ Տեսեք, ես այդքան էլ համամիտ չեմ, նախ ասեմ, որ իհարկե համեմատելու չի եւ պետք էլ չի, որովհետեւ դրանք տարբեր բաներ են, շատ տարբեր բաներ են, ընդհանրապես հումորը ներժանրային շատ լուրջ տարբերություններ ունի, շատ մեծ քանակությամբ ներքին ֆորմատային տարբեր ճյուղավորումներ եւ բաներ ունի, ինչ վերաբերվում է նույն Comedy Club-ին, տեսեք, երբ որ իրանք սկսեցին եւ ունեին նմանատիպ ոչ պաշտոնական կարգախոս ниже пояса выше головы. Այսինքն դա իրոք այդպես էր։ Իրանք դրանով գրավեցին հերոստադիտողի ընդհանրապես ունկնդրի լսարանի ուշադրությունը, որովհետև անում էին մի բան, որը որ նոր էր։ Ընդհանրապես հերոստատեսությունում չկար մի բան, որը կարող էր գոտկատեղից ցածր լինել, բայց եթե նայենք նույն վերադառնանք նույն ժողովրդական հումորին, ապա կարելի ասել, որ այսպես թե այնպես ինչքան էլ ոնց ուզում ես դրան վերաբերվի, բայց ամենածիծաղելի անեկդոտները, եթե անեկդոտները, դրանք սովորաբար 18 կամ նույնիսկ 21 պլյուսերն են։ Հա, հասկանալի է, որ ամենտեղ չես պատմի։ Որ ամենտեղ չես պատմի։ Դրանք, տեսեք, բայց 18-ի եւ 16 պլյուսի, 18 պլյուսի եւ 21 պլյուսի մեջ շատ լուրջ տարբերություններ կան։ Ինչքան խոսքը նրա մասին չի, թե որը պարունակում է հայ հոյանք, որը պարունակում է իմ համար ահավոր տարօրինակ մի արտահայտություն սեռական բնույթի հայերք շատ տարօրինակ եմ համարում դա, որը պարունակում է եւ այս մեկը 21 պլյուս է, սա 18-ը, սա 16 է, բայց իրականում այլ լավ պատմողը գիտի մոտ ազգակիցներին ուղված սեռական հայոյանք։ Այո, նաեւ այդպես լավ անեկդոտ պատմողը միշտ կարող էր այնպես քողարկել այդ նուրբ մոմենտը, այդ նուրբ պահը, այո, կանաչ շրջապատում, որը որ ականջը չծակեր։
Ну բնական է դա ամեն ինչին չէր կարող վերաբերել, այնուամենայնիվ կային բաներ, որոնք չէր կարող այդպես պատմել։ Նույն այստեղ էր Comedy Club-ը, որ դուս եկավ եթեր, արես բաներ, որոնք որ կարելի էր տալ ցուցադրել եթերում հեռուստատեսային, առավելևս դա ուղիղ 20 տարի առաջ է 2005 թիվներ է, որ դուս եկան եթեր նրանք, բայց միաժամանակ լինել համարցակ այդ իմաստով, այսինքն այդ գոտկատեղից ցածր բաներ անել, բայց քողարկելով։ Իսկ ինչ վերաբերում է համեմատությանը, բնականաբար դրանք եղել են ուրիշ ժամանակներում, այն ժամանակ էլ է եղել, ուղղակի դրանք չեն եղել եթերային, դրանք եղել են եթերից դուրս։ Հիմա ժամանակը պահանջում է, թելադրում է, որ գնալով ավելի համարձակ լինի։ Հիմա ինչ որ անում են այլ բանում, հումորային հաղորդումներում, որոնք նույն TNT-ով են հեռարձակվում։ Ski mode չի նրան, ինչ որ նույնիսկ այսօր կոմեդին է անում, էլ ուր մնաց 20 տարի առաջ։ Ենթադրում նույն stand-up-ը, առավելևս женский stand-up-ը, որ ավելի համարձակ է, քան տղամարդկանց։ Եվ այլն, գնալով ուղղակի ինչ որ սահմաններ անցնում են, Բայց պետք է պահել, ըստ ձեզ։ Ըստ իս անպայման պետք է պահել, բայց մարդ պետք է ունենա իր ներքին ցենզուրան, որը որ ամենակարևոր ցենզուրան է, որովհետև ոչ մի արտաքին ցենզուրա չի կարող ստանալ ինչ որ կարող է ստանալ մարդու ներքին ցենզուրան։ Իմ շատ գոլեգաներ, առավելևս երիտասարդ, գտնում են, որ չկա թեմա, որի շուրջ, որի մասին չի կարելի սրամտել եւ հումոր անել։ Ես այդպես չեմ համարում։ Ես գտնում եմ, որ կան բազմաթիվ թեմաներ, որոնց մասին եթե արքի չեմ ասում արգելված է, եթե պետք էլ չի սրամտել, կամ լավ, եթե կարելի է սրամտել, այսպես ասեմ, ապա շատ զգուշա պետք լինել։ Ուղղակի նրա համար որ կարող ես վիրավորել բազմաթիվ մարդկանց խոսքի կոնկրետ անձանց մասին չի։ Այս շատ մարդկանց խմբերի, սոցիալական թեմաներով, ազգային թեմաներով, ռասայական թեմաներով շատ բաներ կան, բայց օրինակ աբանացիների մասին անեկդոտի դեպքում եւ կարծում եմ նույնիսկ ասենք աբանացիները չեն եղանում։ Չեն եղան, նույնիսկ շատ հաճիկով պատմում են, ես ունեմ ընկերներ, որոնք որ շատ հումորով են եւ այդ լավ պատմողներից են հենց, եւ իրանք առաջինն են, որ ասում են բալասել ես մեր մասին, այս ինչ անեկդոտ է։ Եզդիները կան այդպես, որ շատ պատմում են իրանց մասին եւ էլի շատ ողջունել է, որովհետեւ այն ինչ որ կոչվում է ռուսերեն ասեմ սամայրոնյա, դա էլ ամենակարևոր բանն է հումորում։ Դա էլ ամենակարևոր բանն է, առաջի հերթին պետք է կարողանա իր վրա ծիծաղի, որ հետո իրավունք վաստակի դրանով նաև ուրիշ թեմաների մասին հումոր անել։ Կարող ենք վստահ ասել, որ Հայաստանում ստենդափի հիմնադիրներից ես, եթե ոչ հիմնակարը, որովհետև քո ջանքերով ձևավորվեց այդ մշակույթը, իհարկե համեստությունը եւս մի անգամ մի կողմ դնեմ։ Չէ, բայց կա այդպիսի բան, Սարգիս, արի անկեղծ լինենք։ Ստենդափը նույն Ռայկինը եւ Ժվանեցկին ստենդափերն են։ Այո, առավելևս Ժվանեցկին իհարկե։ Գորինը գրում էր, չէր երևում, բայց նա էլ եթե չգրեր ինչքան արտիստներ, նույն Ռոման Կարծևի, Ռակի Պատվա, բայց համաձայն հիմա նույն տեքստը ուրիշ մարդ աներ, ծիծաղալու չէր լինի։ Զուտ իր վրա է դերասանական խաղի։ Հիմա ես ուզում եմ վերադառնալ ստենդափին ու արի հասկանանք մի կարևոր բան։ Ինչու է հայերեն լեզվով ստենդափը չի ուտվում կամ արհեստական է լեզվական լեզվամտածողության հարցը Ներողություն բացատրությունը շատ པարզ է որովհետև ռուսերենում գրականի ու խոսակցականի տարբերությունը շատ քիչ է գրեթե չկա հայերենում արդեն մի հատ հասկանում ես մարդը գրական է խոսում թե միակ խնդիրն է եւ միակ բացատրությունն է որի մասին շատ ենք խոսել եւ դա չի վերաբերում միայն հումորին, դա ընդհանրապես շոու լեզվին է վերաբերում, այսինքն չգիտեմ շոու նախագծերին հերոսատեսային նաև երբ որ հաղորդավարը շատ դժվարությամբ ապահովում են ոսկե միջինը, որովհետև մի փոքր ժողովրդականացնում ես ինքը սկսում է գրեհկանալ եթերում, մի փոքր այն կողմ է ստանում հակառակ կողմիկը ռաֆինացվում է եւ դառնում է արհեստական եւ շատ քիչ նույն հերոսատեսությունում ես կարծում եմ շատ քիչ հաղորդավարներ կային, որոնք որ կարելի ասել շոումեն են, այսինքն շոու էին վարում եւ կարողանում էին այդ ոսկի միջինը բալի դեպ էլի հիմա էլի փոխադարձ ռևերանսի չստացվի, բայց քիչ մարդկանցից մեկը Արամն է Չախոյան, որ կարողացել է այդ ոսկե միջինը պահել, որ
նորմալ արդիական հասկանալի եւ հանրամատչելի հայրենը չդառնա ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Դա շատ դժվար է պահպանել, առավել եւս հումորում, որովհետեւ դու հումորում ստիպված ես օգտագործել էլեմենտներ, որոնք մաքսիմալ, չգիտեմ, սլենգային են, ժողովրդական են, բարբարային են եւ այլն, որոնք որ այսպես թե այնպես այդ էլեմենտները ոնց ասեմ զազիմիլյաց են անում կներեք ռուսերեն բառես համար որպես տերմին եմ օգտագործում եւ այդ պատճառով դու արդեն ստիպված ես լինում ավելի Պարզ շատ անգամ նույնիսկ այո պարզունակ լեզվով արտաբերել խոմտքերը եւ ստացվում է ինչ որ ստացվում է ոմանց մոտ ավելի լավ է ստացվում ոմանց մոտ ընդհանրապես չի ստացվում եւ ոմանց մոտ չի ստացվում ոչ այն պատճառով որ իրանք չունեն համապատասխան հումորի զգացում կամ իրանք վատ ստենդափեր են ենթադրենք Կանոր ստենդափ մասին ենք խոսում զուտ դրա մասին որտեղ մնացած հումորային ժանրերում էլ նույնն է ուղղակի Այդ լեզվի խնդիրն է չեն կարողանում միտքը ձևակերպել այնպես որ ոչ այս կողմ ոչ այն կողմ լինի որ ահավոր մեծ խնդիր է Իսկ քաղաքական երկիծանք այդ պալիցայցի ասվածը բացի իր զվարճալի գործառույթը եղել է այսինքն կարելի ասել որ նաև ինչ որ հարցեր է լուծել Իհարկե Դա նախ արտահայտչամիջոց է եւ լուսումա շատ մի կարեւոր հարց մարդ դեպոր ոս սիրտը չտրակի մի բան ես ասում Ես ին վրա այդ օրինակը կարող եմ վերել Կո Facebook-ան գրառումները Այն Facebook-ան գրառումը շատ անգամ դրա վրա դրթված է որ սիրտս չպայթի եւ որովհետեւ դու շատ անգամ հասկանում ես որ դու անզոր ես ինչ որ մի բան լուծել Բայց հանուն արդարության պիտի ասեմ որևիցե դրվագում երբեք ուղիղ վիրավորանք չի եղել ոչ ուղիղ ոչ անուղակի ոչ ուղիղ ոչ նույնիսկ անուղակի դա իմ սկզբունքն է ես գտնում եմ որ չի կարելի մարդուն հումորով վիրավորել թիրախավորել կարելի է դրա մասին չի խոսքը եւ կոնկրետ եւ մարդիկ կարող են թիրախավորվել եւ երևույթը եւ սոցիալական կամ չգիտեմ քաղաքական տվյալ դեպքում քան որ քաղաքական հումորի մաս երգիծանքի մասին ենք խոսում այո կարող են թիրախավորվել բայց վիրավորել երբեք չի կարելի մարդուն վիրավորել չի կարելի հա վերադառնալով դա իրոք այդ արտահայտչամիջոցն է որով դու ուզում ես ինչ որ մի բան ասած լինես որովհետև շատ դեպքերում այո մենք անզոր ենք ինչ որ բան այս պահին փոխել դա մեր ուժերից վերա դա մեր հնարավորությունների մեջ չի դա մենք ոչինչ չենք կարող անել բացի նրանից որ մեր միտքը արտահայտենք մենք կարող ենք դա տարբեր ձև անել կարող ենք դուրս գալ չգիտեմ հրապարակ կարող ենք դուրս գալ միտինգի կարող ենք դուրս գալ, չգիտեմ, անհատական բողոքի ակցիա անցկացնել, դա էլ բողոքի ակցիայի մի տարբերակ է։ Ես գտնում եմ, որ նաև այդպես է դա, այդ որակավորումը կարող է ունենալ։ Իսկ ձեր հետ վերջին շրջանում որևէ դեպք, որը ապրիլ 1-յան տրամադրության համահունչ է եւ ունկնդիրները կարող է պարզապես ուրախանան կամ ժպտան կամ ծիծաղեն պատահել է վերջին շրջանում։ Այ միշտն էս դժվար է հավանից հնարավոր չէ։ Զավեշտալի դեպք կպատրեք ձեր կյանքից։ Երբեք չես կարող եթե գալուց առաջ եղած լինի հարցի տալսն այդ պայն ու դա ջնջվում է որովհետեւ չէ շատ եմ դժվար անում։ Սարգիս ես վերադառնամ մեր բակին մենք օրեր առաջ մեր գլխավոր պրոդյուսերը հիշել ենք մի դրվագ Այն լիֆտի կոչակը որ սեղմում է ավտոմեքենայի հին այն կրակարիչը դուրս գալի սցենարիստի գործի մեջ դա էլ է մտնում այսինքն դրվագները որոնք որ կան թե միայն տեքստային մասն չէ դա էլ այսինքն դա դու ես այսպես դա ես չեմ հիշի դա կոնկրետ ով է մեզանից այդպիսի դրվագները որոնք հետո կարող ես չնկատել հետո մի քան 10-րդ անգամ նայելուց այո դրանք բնականաբար դրանք գրվում են դրանք ունեն կոնկրետ անվանում դա գեգա կոչվում հումորում գեգային հումոր է որոնք դու մտածում այսինքն որոնք նմանատիպ գործողություններ են ոչ իրականությունից շեղված այսինքն մի քիչ սյուրռեալիստական բաներ են որոնք որ հիմնված են ծանոթ երևույթի վրա որ ուղղակի դու այլ կերպ ես փորձում մեկնաբանել մեջ չկա նա գեյտասարները չեն հասկանա հիմա դա գոյություն չունի բայց այն ժամանակ ուղղակի ինչ կարելի անել եւ վերջերս էինք խոսում մեր գոլեգաների մի թեմայի հետ կապված է դրա մասին որ ես գտնում եմ որ մեր բակի այդ համն ու հոտը եւ մթնոլորտը բացի նրանից որ բակային հարաբերություններ հա Հրանտ Լալա եւ Աշոտ հավաքական կերպարներ որոնք այն ժամանակ կային բոլոր հայկական բակերում
դա թամնոտը հաղորդում է նաև նմանատիպ հումորը, այսինքն գեգային հումորը, նմանակող, այսինքն ֆիլմեր, երևույթներ նմանակող հումորը, մի քիչ սյուր հումորը, Կան ասոցիատիվ հումոր, ասոցիատիվ, ալյուզիվ հումորը, ոչ թե situation, չէ, հենց բաներ, որոնք որ ավելի պարոդիաներ էին, նմանակումներ էին, ինչ որ չգիտեմ, ֆիլմերի, ինչ որ բաների, շատ բաներ կային, որոնք որ այդպեսին էին, ինչ որ երևույթների Ես ճիշտ ասած հումորային սերիալները ժամանակ առ ժամանակ թերթում եմ, չեմ ուզում եւ ոչ մեկի աշխատանքը թերագնահատել կամ չգիտեմ վատ լույսի ներքո ներկայացնել, բայց ինչ է կատարվում, Աստված իմ, ես չեմ կարողանում 5 րոպե նայել։ Ուզում եմ հասկանալ ինչ է կատարվում։ Շոուներին, որոնք բեմից արվում են, գիտես, ես ժամանակ կան հաջող բաներ կան եւ արտիստներն, սցենարիստներն էլ հիմա ինչ ուզում են անում են։ Ես միշտ ասում եմ, մեղավոր չեն այդ մարդիկ։ Մեղավորն են մարդիկ, ովքեր ծիծաղում են, հասկանում ես, այդ տեսակի բաների վրա, այդպես հրհրալով, այդպես իրենց կոտորելով ծիծաղում են մի բանի վրա, որը որ բացած ծիծաղելի չի, հասկանում ես։ Ու ես ուզում եմ հասկանալ կա ինչ որ մի տարբերակ, չգիտեմ, սահմանել թույլատրելի կամ ոչ թույլատրելի սահման, թե դա արդեն անցած դար է, հիմա մենք անվերահսկելի բան է։ Ցավոք սրտի շատ բաներ դարձել են անվերահսկելի։ Ինչա կատարվումն էլ, տեսեք, այսպես ասեմ, շատ տարիներ առաջ, երբ որ դեռ ռաբիզ կամ ռաբիզին հարող երաժշտությունը դեռ լեգիտիմացված չէր, ինչպես հիմա է, եւ չկար են հարսանեկան եւ քեֆային ինդուստրիան, որը որ նաեւ մեկը մյուսին լեգիտիմացրելով բերես նրան, ես դա որպես վատ որակում չեմ ասում, դա այնա ինչ որ կա, եթե կա պահանջարկ, ապա կա նաեւ առաջարկ, դա առաջանում է։ Բայց տեսեք, այն ժամանակ մեր գործընկերներից մեկը ռեժիսոր մի խոսակցության ժամանակ մի 20-25 տարի առաջ էր, երբ որ դեռ չկար այս ամեն ինչը այս աստիճանի, խոսքը գնաց այն ժամանակ շատ կար ռաբիզ երաժշտություն, որը որ վատ տեխնիկական որակի էր, այսինքն որոնք որ ստուդիայում չեն ձայնագրված, վատ էին շատ գործիքավորված, վատ էին նվագում, վատ երաժիշտներ էին, շատ վատ որակի էին եւ վատ են երգած, ամեն ինչ վատ էր, բայց մարդիկ լսում էին այնուամենայնիվ։ Ու ասեց մեր գործընկերը ասեց ասма դե բանը ասма տենց վատ ասма զանգնուտը կրուգա էլի ասма ժողովուրդ ասма դե էս կա էս ենք լսում նրանք էլ ասում են դե էս են ուզում էս ենք նվագում կամ էս ենք երգում հիմա վերադառնալով հումորին մասամբ դա մեկը մյուսի վրա գցելով դա արվում են բաներ որոնք որ չգիտեմ որոնք որ արվում են այսօրվա արով բայց դա միակ պատճառը չի դա սուբյեկտիվ պատճառներից մեկն է սուբյեկտիվ պատճառներ մի քանիսն են առաջերտին շուկայի փոքր լինելն է եւ ֆինանսական սակավությունը ֆինանսական հնարավորությունները որոնք որ թույլ չեն տալի անել են ինչ որ կարելի է անել եւ ինչ որ վստահաբար կարող են անել նույն են մարդիկ որոնք անում են ինչ որ հիմա են անում կարելի է անել շատ ավելի որակյալ երկրորդը ժամանակը շատ քիչ ժամանակ է ծախսում այդ ամեն ինչի վրա, որը էլի պայմանավորված է ֆինանսներով, որտեղ դու չես կարող երկար ժամանակ հատկացնել, ընդհանրենք սցենարային փուլին, առավելևս նախապատրաստական փուլին եւ դա շատ անգամ զուգահեռ է տեղի ունենում, որը որ չի կարող չազդել որակի վրա։ Դա սուբյեկտիվ պատճառներն են, բայց կա նաև մի հատ շատ մեծ օբյեկտիվ պատճառ, որի մասին կուզեի խոսել, դա վերաբերում է ընդհանրապես կատակերգությանը որպես ժանր։ Աշխարհում կատակերգությունը որպես մաքուր ժանր այսօրվա օրով գրեթե մահացած վիճակում է գտնվում, որպես մաքուր ժանր։ Դուք չեք գտնի մի բան, չգիտեմ, որոնք որ արևմտյան կինոարտադրության մեջ են կամ սերիալային արտադրության մեջ են, որոնց կարելի է այսօր դասել մաքուր կատակերգական ժանրին։ Խոսքը գնում է թե լիամետրաժ կինոների, ֆիլմերի մասին, թե սերիալների մասին։ Նույնը արդեն վերջին մի 2 տարին կատարվում է նաև Ռուսաստանում, որը որ արևմուտքից հետո մի փոքր մեզնից առաջ, բայց արևմուտքից հետո միշտ եւ այնտեղ էլ արդեն մաքուր կատակերգություններ չես գտնի։
կա դրամեդի ժանր, որը որ այսօր որով ամենաակտուալ ժանրից Իսկ մեղի գրեխն է։ Այո, բայց ոչ թե բանն է, դա տրագիկոմեդիան է։ Հա, չէ, բացատրի։ Դա մի քիչ այլ է, դա կատակերգություն է, որը համեմված է դրամայով, կամ դրամա է, որը ունի կատակերգական էլեմենտներ, եւ այսպես կա եւ այնպես, նայած թե ինչ դոզավորման Իրոնիա կա, հեգնանք կա։ Շատ անգամ կա լուրջ դրամա է, ասենք, չգիտեմ, ընտանեկան դրամա է կամ հարաբերական դրամա է, միջազգային դրամա է, բայց ինքը համեմված է, այո, իրոնիայով, համեմված է սարկազմով եւ ինքը արդեն դառնում է դրամեդիա։ Եվ դրա սահմանը դրամա եւ կատակերգության մեջ այնքան է ջնջում, որ շատ անգամ անհասկանալի է այս կինոն այնուամենայնիվ ինչ ժանր է, որտեղ նայում ես բանա, կրիմինալ դրամա է, դետեկտիվ է, բայց ինքը այնքան հումորային էլեմենտներ ունի իր մեջ, որ դե կներեք էլի։ Վերջում մենք ժամանակ չունենք Սարգիս ինչպես միշտ թրավ գնաց ափսոս մի հարց ունեմ եւ վերջ հա մենք վերջերս դե ուզենք չուզենք ինչպես մեն ալիքի վրա ժամանակի պահանջներից մասնագիտացված թեմաների շուրջ հյուրերին մի հարցը տալիս ենք AI արհեստական բանականությունը եւ հումորը փորձ ունեցել ես ինչ որ հաղորդակցվելու համակարգետ ինչ կարծիքի ես ուր է գնում կունենա հումոր թե չէ հասնի այն հումորի մակարդակին, որը որ հաճո է մարդուն, կնկալի կունենա իրոնիա, սարկազմ, մի խոսքով, մի հատ քո անալիզը։ Ես կարծում եմ, որ կան մի քանի բան, որը որ AI-ը չի փոխարինի, դրանց մեկը հումորն է։ Որովհետև հումորը ունի այնպիսի նրբերանգներ եւ այնպիսի շատ անգամ այնպիսի անսպասելի դրսևորումներ եւ այսօր առավել եւս այսօր, որովհետեւ երիտասարդների շրջանում հումորը շատ անսպասելի դրսևորումներով է պայմանավորված հիմա, այսինքն նույն այդ պոստիրոնիա հասկացողություն կա այսօր հումորում, որը որ ամբողջովին երիտասարդների այդ հումորի կարող մասերից մեկն է դառել։ Երբեք չի կարող արհեստական ինտելեկտը փոխարինել այն ինչ որ կարող է անել մարդու ուղեղը հումորի հետ։ Այսինքն այն ինչ որ մարդը կարող է անել հումոր ստանալու, այսպես ասեմ, համար։ Ես կարծում եմ, որ չէ, առայժմ ամենայն դեպս այն ինչ որ ես փորձել եմ հաղորդակցվել եւ փորձել հասկանալ, ինչի եւ չեմ էլ կարծում, որ չգիտեմ, կարող է մի օր դա լինի, բայց դա, այսինքն դա կնշանակի, որ արհեստական ինտելեկտը արդեն 100%-ով փոխարինեց բնականը մարդկայինը։ Դուք փորձում եք այս ժամանակակից տրենդի, երիտասարդների հումորին համահունչ մտածել։ Այո, փորձում եմ, ամեն օր եմ փորձում, որովհետև ես գտնոր մարդ ամեն օր պետք է մի նոր բան սովորի, եւ ես ամեն օր մի բան սովորում եմ, առավել եւս կամ մի նախագիծ, որով հիմա զբաղվում եմ, որը ամբողջովին երիտասարդական է, այսպես թե այնպես տենց էլ եղել է, միշտ ավելի իզնից երիտասարդների հետ եմ արել նախագիծը եւ ստենդափը, եւ հետո նյու սկուլը իրանք արդեն գոնե մի սերունդ իզնից փոքր են։ Քանի սաների, այսպես ասած, արդեն տեսնում եք մեծ պրոյեկտներ։ Այո, կան նաեւ մեծ պրոյեկտներ, հիմա այն պրոյեկտը, որը անում ենք փորձում ենք հիմա իրականացնել stand-up junior-ը էլ ավելի երիտասարդական, այսինքն թինեյջերներ են եւ չլինել իրանց հետ չխոսել իրանց հետ իրանց լեզվով ուղղակի իմ տարիքում այո չգիտեմ տեսնենք առաջ ասած արդեն հուսանք որ այս տարի կլինի արդեն բավական երկար ժամանակ է դրանով զբաղված ենք շատ դժվար եւ շատ ծանր պրոյեկտ է բազմաթիվ պատճառներով, բայց փորձում ենք անել եւ այս են դեպքն էլ սենց ասեմ ամեն ինչ փորձում ենք անել նենց որ իդեալական չէ բայց մոդ լինի նրան ինչ մենք կուզեինք անել դրա համար շատ ժամանակ ենք ծախսում շատ Սարգիս Մնոյանն էր մեր հյուրը շնորհակալություն որ եկար ես եմ շնորհակալ սցենարիստ հաղորդավար ուղղակի հումորի ապոլոգետ կարելի ասել շնորհակալ եմ այսպես շատ շնորհակալ եմ շատ մեծ գործ է արել, որպեսզի մեր կյանքը զվարճալի, ուրախ եւ հումորով հագեցած լինի։ Շարունակիր դա անել, շնորհակալ ենք, որ եկար նորից եւ նորից։ Ինչպես ասում էր Հրանտը, հերոս մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածենք։ Այո։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։